տոն, ժպիտներ, տեխնոլոգիաներ եւ երազանքներ։ Հենց այսպիսի մթնոլորտում անցավ դրոնների մրցավազքի ֆեդերացիայի եւ Ծիրան ակադեմիայի կազմակերպած օրը։ Երեխաներին պարգևելով անմոռանալի հիշողություններ եւ նոր հորիզոններ։ Երևանն այսօր լցվել էր մանկական ծիծաղով, գույներով ու երազանքներով։ Երեխաների միջազգային օրվա առթիվ դրոնների ֆեդերացիան կազմակերպել էր տոնական միջոցառում, որը միավորել էր տասնյակ երեխաների եւ նրանց ընտանիքներին։ Հավաքվել ենք բոլորով միասին նշենք երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Կազմակերպիչը Հայաստանի դրոնների մրցավազքի ֆեդերացիան է եւ Ծիրան ակադեմիան։ Մեր հիմնադիրն է այս ամեն ինչը կազմակերպել, միավորելով երեխաներին, ուրախացնելով եւ միաժամանակ ներկայացնելով եւ մոտիկացնելով նորագույն տեխնոլոգիաներին։ Անգամ այն երեխաները, ովքեր որ պատկերացում չունեն, մի անգամ տեսնելուց, փորձելուց այն սիմուլյատորը միանգամից ուզում են գան եւ սովորեն։ Տարածքը զարդարված էր գունավոր փուչիկներով, հնչում էր ուրախ երաժշտություն, իսկ ամենուր կարելի էր տեսնել ժպիտներ ու անհոգ խաղացող երեխաներ։ Փոքրիկների համար կազմակերպվել էին հետաքրքիր խաղեր, մրցույթներ ու զվարճալի անակնկալներ, որոնք օրը վերածել էին իսկական տոնի։ Մենք պլանավորում ենք դրոններով փոքր շոու դիխաչը։ Կթռնենք, երեխեքին ցույց կտանք, երեխեքը կփորձեն մի քիչ թռնեն։ Հետո կանցնենք դպրոց, որ մեր դպրոցը գտնվում է Համալիրում, Կարանդեմիրճանի։ Այնտեղ թռիչք կանենք արդեն սիմուլյատորով, համակարգիչներով։ Ամեն գնով փորձում ենք այնպես անենք, որ երեխաները լավ օր ունենան։ Մաղթում ենք իրանց անամպ երկինք, թող բոլորը պաշտպանված լինեն իրանց երկրի ներսում, մենք էլ ինչով կարողանում ենք իրանց թիկունքին կանգնած կլինենք։ Սակայն միջոցառման գլխավոր հերոսները դրոններն էին, երեխաները մեծ հետաքրքրությամբ շրջապատում էին ցուցադրված սարքերը, ծանոթանում դրանց կառուցվածքին, աշխատանքի սկզբունքներին ու կիրառման տարբեր ոլորտներին։ Շատերի համար սա առաջին հանդիպումն էր ժամանակակից ավիացիոն տեխնոլոգիաների հետ, եւ այդ ծանոթությունը նրանց մոտ նոր հետաքրքրություններ առաջացրել, մեծ ոգևորություն պարգևել։ Միայն ֆեդերացիայում չեն զբաղվում FPV դրոնների քշելով, այլ նաև ունենք ինժեներական խմբակներ, նաև արհեստական բանականության մասով արդեն խմբակներ են ստեղծվել, այսինքն շատ կարևորագույն ճյուղ է, որը Հայաստանում արդեն սկսել է զարգանալ եւ իմ կարծիքով մենք մոտ ապագայում ունենալու ենք կրթված երեխաներ, որը նաև պիտանի կլինեն իրենց գիտելիքներով նաև մեր բանակին եւ մեր պետության անվտանգության մասով։ Այսօրը դարձավ ոչ միայն զվարճանքի, այլև գիտելիքի եւ ներշնչանքի տոն։ Փուչիկների թեթև թռիչքով երկինք բարձրացան նաև երեխաների երազանքները՝ դառնալ ինժեներ, օդաչու, ծրագրավորող կամ նորարար։ Բայց այս ամենի հետ մեկտեղ փոքրիկները երազում են խաղաղության մասին։ Ինչ ես անում այստեղ երեխաների հետ։ Թռվռում եմ, ուրախանում եմ, դրոններ եմ քշում, բայց իրականը չէ։ Ու տենց բաներ եմ անում։ Ստացվում է քեզ մոտ դրոններ քշել։ Ստացվում է։ Իսկ դու գիտես այսօր ինչ օր է։ Այո, գիտեմ։ Այսօր երեխաների տոնն է։ Դու ինչ երազանք ունես։ Ես ոչ մի երազանք չունեմ։ Իսկ ինչ կմաղթես մյուս փոքրիկներին, մյուս երեխաներին։ Լիքը ուրախություններ, լիքը նվերներ ու լիքը բաներ։ Պաղպաղակներ եւ քաղցրներ։ Դրոն քշում ես։ Այո։ Ստացվում է քեզ մոտ դրոն քշել։ Այո։ Վաղուց ես քշում, թե նոր ես փորձում սովորում ես։ Նորից եմ քշում։ Հունիսի 1-ի կապակցությամբ կազմակերպված այս գեղեցիկ միջոցառումը եւս մեկ անգամ հիշեցրեց. յուրաքանչյուր երեխա ապրում է մեծ ապագայի երազանքով, իսկ նման նախաձեռնությունները կարող են դառնալ այն առաջին քայլը, որը կօգնի բացահայտել նոր տաղանդներ եւ ստեղծել նոր հնարավորություններ։ Լուսինե Գրիգորյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։